Դպրոցի ցուցահանդեսի դասարանը։ Ես ու Էդգարը ձեզ կներկայացնենք կարատեի մասին, կարատեն Կյոկուշին։ Կյոկուշին կարատե։ Մարզած է վատ, եկել է Ճապոնիայից ու մանրամասներ ձեզ ինչ հետո կներկայացնենք։ Կյոկուշին կարատեն Չինաստանից է եկել։ Ճապոնացիները երբ Չինաստանի հետ կռիվ են արել, չինացիները որոշել են, որ իրանք պետք է ձեռներով և ոտքերով կռվեն, զենքերով եթե կռվեցին կտուգանեն։ Եվ նրանք սկսեցին պարվել, իսկ ճապոնացիները տեսան նրանցից և գողացան, կարելի ասած, վերցրեցին իրանց միտքը ու իրենց սկսեցին զարգացնել։ Ու հեսա ձեզ ինչ է Կյոկուշին կարատեն։ Կարատեի ոճը։ Կյոկուշին կարատեն ստեղծել է Օյաման։ Նա հայտնի էր իր մեծ ուժով և համառությամբ Օյաման սովորացնում էր ճշմարիտ ուժը հոգում մեջ։ Ինչ է նշանակում Կյոկուշին։ Կյո ծայրահեղ, ու ճշմարտություն, շին ուղի։ Կյոկուշին կարատեի առանձնահատկությունները։ Իրական մենամարտեր, ուժեղ հարվածներ ոտքերով և ձեռքերով, շեշտը դրված է իմաստունության վրա, մեծ ուշադրություն է դարձնում կարգապահությանը։ Համազգեստը և գոտիները։ Մարզիկը հագում է սպիտակ համազգեստ, կիմոնո։ Գոտին ցույց է տալիս մարզիկի փորձը և որակավորումը, գոտիների հերթականությունը՝ սպիտակ, նարնջագույն, կապույտ, դեղին, կանաչ, ակնապողին, սև։ Սակայն ամեն գոտուց հետո ստանում են խցիկ, հետո նոր մուսկուլ։ 10-րդ թիվից իջնում են առաջին թիվ, որից հետո հասնում են սև գոտի և առաջին տան։ Վարպետության աստիճան։ Հաջորդը երկրորդ տանը։ Այդպես տանները շարունակվում են մինչև 10-րդ տանը, որը կարմիր կոթունն է։ Ինչ է սովորացնում Կյոկուշինը։ Չվախենալ դժվարություններից, հարգել մարզիչին և ընկերներին, լինել ուժեղ թե մարմնով, թե հոգով, երբեք չհանձնվել։ Կյոկուշինը որպես սպորտ, Կյոկուշինը տարածված է ամբողջ աշխարհում, կան միջազգային մրցումներ, շատ երեխաներ ու մեծահասակներ են մարզվում։ Եզրակացություն։ Կյոկուշին կարատեն ուժեղ և կարգապահ մարդկանց համար է։ Այն օգնում է լինել խիզախ և ինքնավստահ։ Կյոկուշինը միայն պայքար չէ, այլ կյանքի ուղի։ Մի քանի նկարներ ձեզ ցույց տանք, հետո կխառնենք նկարները ու դուք պետք է ասեք ով է նա։ Ինքը Բրուս Լին է։ Ինքը Ջեկի Չան։ Ինքը Օյաման, որը ստեղծել է Կյոկուշինը։ Ինքը Չակ Նորիսն է։ Իսկ ինքը Վան Դամը, ինքն է Ռեմբոն։ Նկարը մեկ անգամ եմ ցույց տալի, ինքը Բրուս Լին է։ Ինքը Ջեկի Չան։ Ինքը Օյաման, որը ստեղծել է կարատեն, Կյոկուշինը։ Ինքը Չակ Նորիսն է, իսկ ինքը Վան Դամը, ինքն է Ռեմբոն։ Իրանք տարբեր թվականների ծնվել ու իրանք իրար հետ չեն կապել։ Նա կարող եք ասել ինքը ով է։ Չակ Նորիս։ Իսկ ինքը ով է։ Բարձր ասա։ Ճիշտ է։ Ինքը
նորից արդեն ուժեղ էր ու ոչ մեկ չեն համաձայնվում իր հետ մենամարտել։ Ինքը գնում էր անտառներ և կռվում էր ցլերի հետ։ Ինքը մի ուտար խփում էր և ցլերը տապալվում էր։ Հետո բնակիչները նրան դատի տվեցին, որովհետև կենդանիներին նա սպանում, հետո ինքն էլ խղճեց կենդանիներին ու չսպանեց։ Ինքը ապրել է մենակ անտառներում և իր ընկերը ամեն օր մեկ-մեկ նրան ուտելիք էր բերում։ Կարմիր գոտին ամենաբարձր գոտին է։ Պետք է շատ աշխատասեր լինեն ու շատ լավ կռվեն, որ ամեն քննության կարելի ասած նրանք մասնակցեն։ Քննություններ կա բաց եմ թողում, որ այդքան ինձ երական չեմ անում, բաց եմ թողում ու չեմ հասնում։ Քոյան կարող արդեն հարցեր կա։ Բանը որ ճիշտ է տալիս են բաները առաջին տղան ու վերջին տղան։ Ինչ է մեզ տալի այս սպորտաձևում։ Սպորտաձևը բարելավում է ձեր ֆիզիկական ու հոգևոր կարողությունները։ Նրանով դուք կարողանում եք պաշտպանվել ցանկացած բանից, նույնիսկ պատերազմներից։ Կարատեն նշանակում է դատարկ ձեռք, որ դատարկ ձեռքով կարողանում եք դիմացինին տապալես։ Ինչպես նախապատրաստվեք։ Պետք է մարզիչի նախավաճին լսել, մարզիչին ինչ ասում է, պետք է անենք, որ կարողանանք մարզիչի նման ուժեղ, ֆիզիկապես, նաև հոգեպես։ Կարատեում շատ են հաշվի առնում կարգապահությունն է։ Եթե դու մարզիչին լսում ես ու իր հրամանները ճիշտ կատարում ես, դու ասում ես մեծ մանր։ Լավ, եւ անհարցներ։ Ռենգոն ինքը շատ ուժեղ մարզիկ է եղել։ Նա ցանկացած բաներով կարողացել է կռվել։ Բռնցքներով, ոտքերով, զենքերով, դանակներով։ Ես մտածում եմ, որ չինացիները շատ սիրուն են նկարում, օրինակ մեր մոտ կան Անժելանա ու բանը։ Ես մտածում եմ, որ չինացիները շատ ուժեղ են ու բան, շատ սիրուն են նկարում։ Նաև ուժեղ են մարզիչները։ Չինացի մարզիչները ու ճապոնացի մարզիչները համարյա իրար նման են, բայց Հայաստանի նման չեն, էլի։ Անակ Հայաստանի մարզիչները այդքան ջղային չեն, իրանք օրինակ օրը մի 5 ժամ պարապում են։ Շատ խիստ են։ Իսկ անակ Հայաստանում մի ժամ, 2 ժամ են մաքսիմում պարապում։ Չինացի մարզիչները իրանք ավոր ուժեղ են և նպատակը սլաց են։ Իսկ ինչ պետք է անենք, որ հասնենք կարմիր գոտի։ Պետք է շատ չարչարվել և մարզիչին լսել, որ ինքը թողնի ձեզ քննությանը մասնակցել։ Օրինակ, եթե դուք վատ պարապեք, պարզա, որ ձեր մարզիչը չի թողնելու, որ դուք քննություն հանձնեք, ու կարող է չհասնել նույնիսկ ձեր։ Իրայր։ Իսկ գոտիները ինչ կապ ունի կարատեի հետ։ Որակն ցույց տալիս, թե դուք ինչքան փորձ ունեք կարատեում, ինչ կարող եք անել, ինչ եք տիրապետում։ Մի հատ հարցալ ես ձեզ տամ։ Ինչ իմացաք դուք Օյամայի մասին։ Ինչ իմացաք Օյամայի մասին։ Որ ինքը շատ ուժեղ է։ Բացի Որ ինքն է ստեղծել։ Որ ստեղծել է Կյոկուշի կարատե։ Որ ինքը շատ է պարապե ու ինքը շատ մեղքե ու
Ձևապարապ է, որ շատ ուժեղ լինի, մարդկանցից տնից քանալու։ Այնքան ապարապ է, որ հասնի սև գոտի ու կարմիր։ Ինքը նաև կարողացել է այսքան հաստության քարը մի հատվածով կիսի մեջտեղից ձեռքով այս մասով կարողացել է խփելը կիսի։ Դե եթե հարցեր չունեք, կարող ենք ավարտել այսքանով։ Մյուս անգամ ձեզ կսովորացնենք ինչպես մարզվել։ Կպարապացնենք եւ նաեւ ձեզ ցույց կտանք շատ հայտնի կարատե խաղերից։ Օրինակ գոտի փախչումը։